անվճարացնել տեսողական վերլուծիչ, դասի նպատակն է, որպեսզի դուք կրկնեք և ամրապնդեք տեսողական վերլուծիչի կառուցվածքը, իմանաք վերաբաղադրամասերը, կարողանաք ներկայացնել տեսողական վերլուծիչի բաղադրամասերը, իմանաք տեսողական վերլուծիչի դերը ձեր կյանքում, կարողանաք ճիշտ ապահովել տեսողական վերլուծիչի հիգիենան և ինչպես նաև նախապատրաստեք կարիք քննությունների։ Տեսողական վերլուծիչը, ինչպես բոլոր վերլուծիչները, կազմված են 3 բաժիններից՝ ծայրամասային, հաղորդող և կենտրոնական։ Տեսողական վերլուծիչի ծայրամասային բաժինը աչքն է, որը հիմա մոդելի ձեռքին է գտնվում։ Տեսողական վերլուծիչի հաղորդող բաժինը տեսողական նյարդն է, որը որ դուրս է գալիս աչքից, իսկ տեսողական վերլուծիչի կենտրոնական բաժինը դա ուղեղի, կեղևի ծոծրակային հատվածն է, որը գտնվում է այս մասում։ Հիմա որտեղ է գտնվում մեր տեսողական զգայարանը։ Մեր տեսողության զգայարանը գտնվում է աչքի ակնակապիճում, այս հատվածը կոչվում է ակնակապիճ, ես բերել եմ նաև մարդու կմախքը, որպեսզի կարծ երևա, թե որտեղ է գտնվում։ Աչքի ակնակապիճները սրանք են, որտեղ գտնվում է ուրեմն մեր ակնագունդի ակնակապիճների մեջ։ Ինչ բաժիններից է կազմված տեսողության զգայարանը, ինչպես արդեն նշեցի, այն կազմված է օժանդակ հարմարանքներից և կազմված է ուն ակնագնդից, որը մեր մոտ մենք կարող ենք քանդել, մասերի բաժանել և նորից հավաքել։ Ուրեմն օժանդակ հարմարանքներն են հոնքերը, կոպերը, թարթիչները, շաղկապենին դա թաղանթ է, որը գտնվում է կոպերի ներքին մակերևույթին և մի քիչ ծածկում է նաև ակնագունդը դրսից։ Եվ արցունկագեղձը, որը գտնվում է աչքի արտաքին անկյունում։ Այս օժանդակ հարմարանքներն ունեն պաշտպանական նշանակություն։ Ինչպես նաև օժանդակ հարմարանք է համարվում ակնագունդը շարժող մկանները, որոնք որ գտնվում են մեր մոդելի վրա երևում են, դրա շնորհիվ մենք կարողանում ենք աչքերը շարժել և տարբեր ուղղությունների վրա դարձնել և դիտել վերև, ներքև, աջ և ձախ։ Հիմա ասենք ակնագնդի կառուցվածքին։ Ակնագունդը ասեցի, որ գտնվում է գնդի ակնակապիճում և ակնագունդը կազմված է 3 հիմնական թաղանթներից։ Մեր մոդելի վրա երևում են այդ թաղանթները առանձնացված։ Այստեղ մենք տեսնում ենք դրսի սպիտակուցային թաղանթը, սպիտակ գույնով էլ ներկված է, և մենք մեր աչքերի մեջ ենք տեսնում այդ թաղանթը, յուրաքանչյուրս մեկս մյուսիս աչքերի մեջ նայելուց, մենք տեսնում ենք այդ սպիտակ թաղանթները, դա սպիտակուցաթաղանթն է։ Սպիտակուցաթաղանթը աչքի կենտրոնում դառնում է թափանցիկ եղջերաթաղանթ, այ մոտավորապես այսպես, աչքի կենտրոնում ինքը դառնում է թափանցիկ։ Ահա, դրսի թաղանթը, նորից եմ ասում, սպիտակուցաթաղանթն է, որը աչքի կենտրոնական մասում վերածվում է թափանցիկ եղջերաթաղանթի։ Սպիտակուցաթաղանթի տակ գտնվում է երկրորդ շերտը, որը որ մոդելի վրա երևում է, սա կոչվում է անոթաթաղանթ և այստեղ մենք տեսնում ենք արյունատար անոթներ։ Արյունատար անոթները, մազանոթները երևում են նաև որոշակիորեն մեր աչքերի սպիտակուցաթաղանթների վրա, նորից, եթե մենք յուրաքանչյուրս նայենք, եթե դուք նայեք ձեր կողքին նստած դասընկերոջ աչքերին, դուք կտեսնեք սպիտակուցաթաղանթի տակից փոքրիկ մազանոթները, որը որ հուշում է անոթաթաղանթի մասին։ Անոթաթաղանթ կամ երկրորդ շերտին անվանում ենք նաև ակնաթաղանթ, որը ունի սնուցող նշանակություն, սնուցում է ակնագունդը, սնուցում է սննդանյութերով և նաև ապահովում է թթվածնով։ Անոթաթաղանթի մաս է կազմում ծիածանաթաղանթը, որը որոշում է յուրաքանչյուր մարդու աչքի գույնը։ Ծիածանաթաղանթում տարբեր քանակով գունանյութ է գտնվում,
պիգմենտացիա, որով էր պայմանավորված է մարդու աչքերի գույնը։ Ուրեմն ծիածանաթաղանթը համարվեց աչքի երկրորդ շերտի անոթաթաղանթի մաս։ Բացի ծիածանաթաղանթից, անոթաթաղանթի մաս է համարվում նաև թարթիչավոր մարմինը, որը որ այս մասում ոնց որ մի քիչ թարթիչների նման երևում է, թարթիչավոր մարմինը իրենից ներկայացնում է սպիտակուցային թելիկներ, որոնց շնորհիվ կարողանում է ոսպնյակը փոխել իր կորությունը, եւ այդ թարթիչավոր մարմինը նաև ցուցաբերված է մոտավորապես այս մեր ոսպնյակի վրա։ Ծիածանաթաղանթի կենտրոնում գտնվում է փոքրիկ անցք, որը կոչվում է բիբ։ Ուրեմն բիբը, ճիշտ է, մեր մոդելի վրա այստեղ մի փոքր թաղանթ կա, բայց բիբը իրենից ներկայացնում է անցք, ճեղք, փոքրիկ, որի շնորհիվ լույսը կարողանում է թափանցել աչքի մեջ։ Եվ բվի շնորհիվ կարգավորվում է լույսի քանակությունը։ Եթե լույսը ուժեղ է, բիբը նեղանում է, եթե լույսը թույլ է, թույլ լուսավորություն է, այդ ժամանակ մեր բիբը լայնանում է։ Հաջորդ շերտը կոչվում է ցանցաթաղանթ կամ ցանցենի, որը ներքին ամենաներսի շերտն է եւ աչքի ակնագնդի ներսի մակերևույթին է գտնվում։ Ցանցաթաղանթը կամ ասում ենք ցանցենի, այս թաղանթում գտնվում են լուսընկալիչները, որի շնորհիվ մարդը տեսնում է։ Մարդու մոտ կան երկու տեսակի լուսընկալիչներ՝ ցուպիկներ, որոնք դասավորված են ամբողջ ցանցաթաղանթով հավասարաչափ, եւ սերվակներ, որոնք քիչ են քանակությամբ եւ հավասարաչափ դասավորվածություն չունեն այնպես ինչպես ցուպիկները, նրանք կենտրոնացված են բդի անմիջապես դիմաց եւ կոչվում է դեղին բիծ։ Այսինքն սրբակները կույտ են կազմում, կուտակված են ցանցաթաղանթի այն հատվածում, որը որ գտնվում է բդի անմիջապես դիմաց, եւ դա կոչվում է դեղին բիծ։ Սրբակներով պայմանավորված է մարդու գունավոր տեսողությունը, իսկ ցուպիկներով պայմանավորված է մարդու մթնշաղային տեսողությունը։ Ցուպիկները շատ լուսազգայուն բջիջներ են, ունեն բարձր լուսազգայունություն, շատ քիչ լույսի առկայության դեպքում նրանք արագ գրգռվում են, ընկալում են այդ լույսը եւ ցուցաբերվում է զգայություն։ Իսկ սրբակները ուժեղ լույսի ազդեցությամբ են կարողանում ընկալել։ Այդ ակտագնդի վրա կա մի տեղ, որը կոչվում է կույր բիծ։ Ինչի համար է կոչվում այս մասը կույր բիծ, որովհետև այս մասում չկան ընդհանրապես ոչ մի լուսընկալիչներ եւ այստեղից դուրս է գալիս տեսողական նյարդը, որը որ այս հատվածն է ես իմ ձեռքով բռնել եմ եւ սա երևում է։ Ուրեմն դեղին բիծ եւ դեղին բծի հարևանությամբ գտնվում է կույր բիծը, որտեղից հեռանում է տեսողական նյարդը։ Աչքի կենտրոնում գտնվում է ապակենման մարմինը, որը իրենից ներկայացնում է դոնդողանման նյութ։ Ուրեմն ոսպնյակը եւ ապակենման մարմինը լուսաբեկող հարմարանքներ են, որի շնորհիվ լույսը բեկվում է եւ պատկերը ընկնում է մեր աչքի ցանցաթաղանթի դեղին բծի վրա, շրջված եւ փոքրացված ձևով։ Հիմա ես ես կներկայացնեմ, թե ինչպես է լինում, որ մարդը տեսնում է, ինչպես է կատարվում տեսողության զգայությունը։ Դուք արդեն իմացաք, թե աչքը ինչպիսի կառուցվածք ունի, հիմա պետք է ներկայացնեմ, թե ինչպես է առաջանում տեսողության զգայությունը։ Լույսը ընկնում է առարկայի վրա, այսինքն այն առարկային, որին մենք նայում ենք, այդ առարկայից լույսը անդրադառնում է մեր աչքի մեջ։ Աչքի մեջ անդրադառնալուց, քանի որ աչքի կենտրոնում գտնվում է եղջերաթաղանթը, այդ լույսը անցնում է եղջերաթաղանթով, ապա անցնում է բբով, որը գտնվում է մեր ծիածանաթաղանթի կենտրոնում, բբով, այնուհետև
վիճակով, հետո ապակենման մարմնով և ընկնում է ցանցաթաղանթի դեղին բծի վրա։ Առարկայի պատկերը ցանցաթաղանթի վրա ընկնում է շրջված և փոքրացված ձևով։ Դեղին բծի վրա, ինչպես գիտեք, ինչպես ասեցինք արդեն, սրվակների կուտակման տեղներ և պատկերը, երբ որ ընկավ դեղին բծի վրա, սրվակները ընկալվում են դա, վերերացում դա նյարդային ազդակի և տեսողական նյարդով այդ ազդակը հաղորդվում է դեպի մարդու գլխուղեղի ծոծրակային բիրտ, որտեղ գտնվում է տեսողության կենտրոնը։ Հենց ազդակը հասնում է ծոծրակային բիրտ, մարդը արդեն տեսնում է և կարող է վնասվել տեսողության զգայությունը։ Երբ աչքն է վնասված կամ աչքի մեջ որևէ բաղադրամաս, կամ երբ նյարդն է վնասված, կամ երբ վնասված է կենտրոնական մասում, կամ գլխուղեղի մեծ կիսագնդերի կեղևի, ասենք ծոծրակային բծի տեսողության կենտրոնը։ Այս 3 պարագաներում մարդը կարող է չտեսնել։ Ասա Մարինա։ Եթե կոնտակտային լինզա է կրում, մարդը դեպքում նաև վնասվում է աչքը։ Կոնտակտային արտակապիչները, լավ, աչքը ինչ մասերից էր կազմված։ Ես կարող եմ տամ ձեզ, որպեսզի դուք ուսումնասիրեք, ինչ մասերից էր կազմված աչքը։ Սպիտակուցած թաղանթից, այո։ Տիածանաթաղանթից, որը ոսպնյակից։ Այս սա ինչ էր։ Սա ինչն էր։ Ասա Վիկտորիա։ Ապակենման մարմինը, որը գտնվում էր որտեղ։ Աչքի ներսում, ինչպիսի նյութ էր։ Դողանման նյութ էր, ճիշտ է։ Ինչ էր սա։ Ոսպնյակ։ Անուշադիր այլ, դրսի մասից վերցրեցի։ Այս սա։ Նման էր։ Ապրետ երջերաթաղանթն էր, որը որ թաղանթի ձևափոխությունն էր։ Ապրետ սպիտակուցած թաղանթի, իսկ սա ինչ է։ Ոսպնյակը, ճիշտ